Սիրելի ընկերներ, օրերս հրապարակվել է Դոնալդ Թրամփի 28 կետանոց առաջարկը ուղղված ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցմանը, եւ ես եւ Գրիգորի Դոխոյանը, ում հետ մշտապես այս թեմայով բանավիճում ենք, հասկացանք, որ հրապարակված փաստաթղթի վերաբերյալ ունենք ըստ էության հակադիր դիրքորոշումներ, իրարից շատ տարբերվող գնահատականներ եւ որոշեցինք այս ձևաչափով ձեզ ներկայացնել մեր քննարկումը բանավեճի տեսքով եւ այն կունենա դասական ֆորմատ, չենք ընդհատելու միմյանց, ունենալու ենք հնարավորություն բացման խոսքի, հարց ու պատասխանի եւ եզրափակիչ խոսքի։ Եվ ես սիրով խոսքը փոխանցում եմ Գրիգորի Դոխոյանին իր 3 րոպեանոց բացման խոսքի համար։ Բարև ձեզ, հարգելի այրենակիցներ։ Այո, Դավիթը ճիշտ ասեց, մենք միշտ բանավիճում ենք այս թեմայով եւ այսօր էլ փորձենք կետ առ կետ անցնել Դոնալդ Թրամփի առաջարկված կետերի վրայով։ Հիմա նայեք, բայց մինչ անցնենք կետերին, նախ հիշենք այն ամենը, ինչից այս կոնֆլիկտը սկսվեց։ Կոնֆլիկտը, եթե իմ հիշողությունը չի դավաճանում, սկսվեց 13 թվականի այսպես ասած Մայդանից, բայց մինչ Մայդանը ինչի պատճառով սկսվեց Մայդանը։ Հիշում եք, Հայաստանը, Ուկրաինան եւ այլ երկրներ փորձում էին ասոցիացվել Եվրոմիության հետ եւ մեկ օրում Սերժ Սարգսյանին կարողացան փոխել Սերժ Սարգսյանի այսպես ասած ուղղությունը դեպի Եվրոպա եւ տանել դեպի ԵԱՏՄ։ Ուկրաինան էլ բռնեց այդ ճանապարհը Յանուկովիչի ժամանակ, բայց այնտեղ տեղի ունեցավ Մայդան։ Մայդանից հետո տեղի ունեցավ Ղրիմը, տեղի ունեցավ Դոնբաս, Լուգանսկ եւ այլն։ Այսինքն ամբողջ խնդիրը, պատճառը նրա համար էր, որ Ուկրաինան բռնեց Եվրոմիության ճանապարհը։ Այսինքն ամբողջ սրբորը հենց այդտեղ էր թաքնված։ Հիմա, որ գլոբալ նայենք այդ 28 կետերում, այդ կետը Եվրոմիության ոչ միայն չի արգելվում Ուկրաինային, այլ երաշխավորվում է, որ Ուկրաինան գրեթե կլինի Եվրոմիության անդամ։ Այսինքն բուն պատճառը, որի արդյունքում այս ամեն ինչ եղավ, այսինքն Եվրոմիության հետ ասոցիացումը, ոչ թե անդամակցությունը, այլ ասոցիացումը այս կետերով ամրագրված է։ Նորից եմ ուզում կրկնել, դա չի նշանակում, որ այս կետերը բոլորը շահեկան են Ուկրաինայի համար, բայց առնվազն Ուկրաինան ասել, որ ջախջախվեց, կապիտուլյացիայի ենթարկվեց։ Այո, ուկրաինացի կարող են հիմա ասել, որ մենք կապիտուլյացիայի ենք ենթարկվել, որպեսզի բանակցությունների ընթացքում կարողանան կորզել ավելի լավ իրավիճակ։ Բայց եթե նայում ես գլոբալ, տեսնում ես, որ այո, 20%-ը կորցնելով Ուկրաինան շահում է 80%։ Այն ինչ եղավ մոտավորապես 40 թվականին ռուս-ֆինլանդական պատերազմի ժամանակ, երբ որ ֆինները ստիպված էին ինչ-որ տարածք զիջել Ռուսաստանին, բայց այսօր նայեք ինչ պետություն է դարձել Ֆինլանդիան։ Նույնը հնարավորություն ունի, շանս ունի Ուկրաինան կօգտագործի այդ շանսը եվրոպական մոդելի երկիր կառուցելու, թե չի օգտագործի, դա այլ հարց է, բայց այդ շանսը, այն 80%-անոց Ուկրաինայով, այո, զիջելով այդ 20%-ը Ուկրաինան ստանում է։ Այսքանը նախաբանի համար։ Շնորհակալություն։ Ես ուզում եմ ասել, որ իմ պատկերացման մեջ եւ բոլոր այն հայտարարություններով, որոնք ես կմեջբերեմ, կոնֆլիկտը սկսվել է ռազմական բաղադրիչից, այն է Ուկրաինայի մղումից դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, եւ թեպետ հասկանալի է, որ ընդհանուր առմամբ Եվրամիության անդամ դառնալը Ռուսաստանի համար Ուկրաինայի կողմից այնքան էլ ցանկալի երևույթ չէր մեղմ ասած, սակայն մշտապես շեշտադրվել է ռազմական բաղադրիչը, այն է 2014 թվականին Պետրո Պորոշենկոյի կողմից առաջարկ ներկայացվեց եւ Ուկրաինայի սահմանադրության մեջ փոփոխություն իրականացվեց այն մասով, որ Ուկրաինան ձգտում է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, այսինքն Ռուսաստանին հակադիր բլոկի, հակադիր ռազմական բլոկի անդամ
որը բնականաբար ուղիղ սպառնալիք էր Ռուսաստանի համար։ Եվ թեպետ տարբեր միջոցներով փորձեր արվեցին կարգավորել այս հարաբերությունները, սակայն այն չստացվեց մինչև մեր օրեր 2020-ականներ եւ կա մի այսպիսի հայտնի փաստաթուղթ, որը հրապարակվել է 2021 թվականի դեկտեմբեր ամսին, որը հրապարակվել է Ռուսաստանի կողմից պաշտոնապես, կոչվում է այսպես, կարդամ հենց ռուսերենը. Договор между Российской Федерацией и Соединенными Штатами Америки о гарантиях безопасности։ Սա, ինչպես հասկանում եք, ռուս-ուկրաինական պատերազմի նախորյակն էր, որտեղ ռուսները եւ ԱՄՆ-ին, եւ ՆԱՏՕ-ին, եւ Եվրամիությանը ասում էին, որ մեզ համար առանցքային է, որպեսզի Ուկրաինան չդառնա ՆԱՏՕ-ի անդամ, հանի սա իր սահմանադրությունից եւ ՆԱՏՕ-ն էլ պաշտոնապես երաշխիք տա, որ Ուկրաինան չի դառնալու ՆԱՏՕ-ի անդամ։ Այս փաստաթուղթը կոչվեց Պուտինի ուլտիմատում ԱՄՆ-ին եւ Ջո Բայդենի կողմից մերժվեց, հետագայում նաեւ մերժվեց պաշտոնապես ՆԱՏՕ-ի կողմից, երբ 2022 թվականի Բրյուսելյան գագաթաժողովին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ասաց, որ բաց դռների քաղաքականությունից մենք չենք հրաժարվելու եւ բոլոր երկրները, որոնք ցանկանում են դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, ունեն դրա սուվերեն իրավունքը։ Եվ հենց սրանից 1 կամ 2 ամիս անց Ռուսաստանը սկսեց իր լայնամասշտաբ գործողությունները։ Ուստի ես կարծում եմ, որ այս փաստաթղթում արկա ձևակերպումը, որ երկուստեք թե Ուկրաինան եւ թե ՆԱՏՕ-ն հրաժարվում են ինտեգրացիայից, սա հենց Ռուսաստանի առանցքային պահանջն է։ Հասկանալի է, որ այս ընթացքում Ռուսաստանը հնչեցրել է շատ այլ պահանջներ, որոնք կռվի դաշտի տեմպերով չի ստացվել ամրագրել, բայց այդուհանդերձ այդ հիմնական դրույթը կա եւ արկա է, ինչը նշանակում է, որ Ռուսաստանը իր նախնական խնդրին հասել է։ Եկեք շարունակենք հիմա մեր հաջորդ ֆորմատի մասը, որը վերաբերում է հարց ու պատասխանին, եւ ես ունեմ 2 հարց ուղղված Գրիգորի Դոխոյանին։ Առաջինը հետեւյալն է. Եթե մենք ելակետը ընդունում ենք, որ Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի հիմնական անհանգստությունը դա հենց ռազմական բաղադրիչն է եղել, հաշվի առնելով Ղրիմի կարևորագույն դերը, հաշվի առնելով, որ Ուկրաինան ինքնին գտնվում է Արևմուտքի հետ կամ Եվրոպայի հետ սահմանագծին Ռուսաստանի համար, ինչ է կարծում այս դեպքում, եթե պահանջը հիմնական սա է եղել, հրաժարվեք ՆԱՏՕ-ի անդամակցությունից եւ Ուկրաինան հրաժարվել է կատարել այս դրույթը, չենք կարող արձանագրել, որ հենց այս հիմնական պահանջն է, որ ի սկզբանե պաշտոնապես դրված է եղել Ռուսաստանի կողմից եւ Ուկրաինան բավարարում է ըստ էության այս փաստաթղթով։ Նայեք, այս ՆԱՏՕ-ի խնդիրը ախր պետք է հասկանանք, թե երբ ծնվեց։ Մինչ ասոցացումը, այսինքն երբ որ դուք նշեցիք Պարաշենկոյի այդ հայտարարությունը, դա երբ տեղի ունեցավ, երբ որ Մայդանից հետո ռուսները կարողացան գրավել կամ այլ ձևով կարելի է դա մեկնաբանել, վերցնել Ղրիմը եւ Դոնբասը։ Դրանից հետո ծնվեց այդ ՆԱՏՕ-ի անդամակցության գաղափարը, որովհետեւ Ուկրաինան հասկացավ, որ լուրջ վտանգի առջև է կանգնած։ Մինչ այդ ՆԱՏՕ-ի անդամակցության հարցը ոչ սահմանադրությամբ, ոչ էլ ուկրաինական վերնախավում այդ թեզը ներգրաված չէր։ Բայց անգամ դրանից հետո, եթե կհիշեք պատերազմի սկզբում, երբ լայնամասշտաբ ռուսները մտել էին տարբեր տեղերից Ուկրաինայի տարածք, Զելենսկին առաջարկ էր արել, խաղաղության առաջարկ էր արել, որ եթե ռուսները վերադառնան մինչ պատերազմյան, մինչ 22 թվի ներխուժման այդ օրը, այսինքն հին սահմաններին, ապա Ուկրաինան պատրաստ է քննարկել նեյտրալիտետի հարցը։ Այսինքն դա Ուկրաինայի համար, ճիշտ է, իրենք սահմանադրությամբ դա գրել էին, բայց դա ավելի շատ այն, գիտեք ոնց, այն պրատիվավեսն էր, որ ուզում էին ստեղծեին Ռուսաստանի դեմ, բայց դա նաև մցրել էին այդ կետը, որպեսզի կարողանա նաև զիջել, երբ հարկ լինի։ Հասկանում եք, եւ հիմա էլ, եթե նայեք այս կետերին, այո, ՆԱՏՕ չեն մտնում, բայց ամերիկացիները տալիս են այդ այսպես ասած գարանտիաները։
Բայց անգամ այսպես ասած գարանտիաները, անգամ ՆԱՏՕ-ի անդամակցությունը երաշխիք չէ, ժողովուրդ ջան։ Մենք մեր գիտենք, հիմա մենք էլ ունեինք ՕԴԿԲ-ի հետ բազմաթիվ եւ ունենք, դա երաշխիք է, որ մեր վրա եթե հարձակվեն ՕԴԿԲ-ն ինչ որ քայլեր կձեռնարկի։ Իհարկե ոչ, նույնն էլ ՆԱՏՕ-ն է, դուք չմտածեք թե ՆԱՏՕ-ն այնպիսի մի կառույց է։ Այսօր նույնիսկ երաշխիք չէ Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի համար։ Կարող են միջամտել, կարող են չմիջամտել, դա թղթեր են, ժողովուրդ ջան։ Բանակն է, որ ունակ է պաշտպանել պետությունը։ Այսօր Ուկրաինան ու նաև Ռուսաստանը ունեն աշխարհի լավագույն մարտունակ բանակները։ Ոչ մի եվրոպական պետություն այսպիսի բանակ չունի, ինչպիսիք ունեն Ուկրաինան, ժողովուրդ ջան։ Այսքանը ձեր հարցին։ Եվ իմ երկրորդ հարցը կախված ավելի շատ վերջին երկար տարիների վարվող Ուկրաինայի քաղաքականությունից, որը ռուսական կողմը կոչում է ֆաշիստական քաղաքականություն, հիմնականում ուղղված լեզվի մասին օրենքին, եւ հիմա ես ուզում եմ դες մի կոնկրետ օրինակով հարցնել, որովհետեւ այս դրույթը կա այս 28 կետերի մեջ, որով Ուկրաինան պարտավորվում է երաշխիքներ տալ ռուսաց լեզվին, որին երկար ժամանակ հակադրվում էին։ Օրինակս հետևյալն է, ուրեմն 2021 թվականի մարտահամարի արդյունքներով Օդեսա քաղաքում բնակչության 30%-ը իրեն իդենտիֆիկացնում է որպես ռուս, 60%-ը ուկրաինացի, սակայն նույն բնակչության 64%-ը 64.7%-ը ռուսախոս է եւ միայն 30%-ն է ուկրաինախոս։ Այսինքն թեպետ 30%-ն է իրեն իդենտիֆիկացնում որպես ռուս, բայց այդուհանդերձ նաեւ ուկրաինացի իրեն իդենտիֆիկացնող մարդկանց զգալի մասը եւս խոսում է ռուսերեն։ Մենք բոլորս գիտենք, որ երկար տարիներ Ուկրաինան վարել է ռուսաց լեզվի սահմանափակման քաղաքականություն, շատ դեպքերում սահմանափակելով, անգամ փաստորեն մատուցողը մոտենալիս պարտավոր է խոսել ուկրաիներեն։ Մենք գիտենք, որ բազմաթիվ մեդիաներ ռուսական փակվել են, դպրոցներ փակվել են, հեռուստաեթերներ փակվել են։ Հիմա այս իմաստով այս կետի արձանագրումը խոսում է արդյոք նրա մասին, որ ԱՄՆ-ն ընդունում է, որ Ուկրաինան պետական քաղաքականության մեջ չափն անցել է լեզվի սահմանափակման առումով եւ նման սահմանափակում կիրառել։ Այո, նայեք, նախ դուք մի քիչ ճոխացիք։ Եթե այդպես սահմանափակումներ լիներ, կվարտալ 95-ը, որտեղ խաղում էր նաև Զելենսկին, չէր հեռարձակվի ռուսերեն լեզվով։ Այդ սահմանափակումները Զելենսկու ժամանակ են դերել, շատ ահա։ Զելենսկու ժամանակ են դերել։ Լավ։ Հիմա նայեք, որտեղ էր Ռուսաստանը իմ կարծիքով սխալ քայլ թույլ տվեց։ Ուկրաինան որպես պետություն գոյություն չուներ։ 50% բաժանված էր 2-50%-ի մեջ ռուսախոս ուկրաինաներ եւ ուկրաինական ուկրաինաներ, այսպես ասած, մոտարապես բաժանված էր Դնեպր գետի ափով։ Դա մոտավորապես, որովհետև անգամ օրինակ Կրիվոյ Ռոգը, որը գտնում էր Դնեպրից արևմտյան կողմ, անգամ այնտեղ մերը ռուսամետ ուժի ներկայացուցիչ էր։ Եվ պարլամենտը միշտ բաժանված էր երկու մասի, եւ եթե նայեք անգամ նախագահներին մեկ ընտրվում էր Յանուկովիչ, որը ռուսամետ էր, մեկ ընտրվում էր Յուշենկոն կամ Պարաշենկոն, որը արևմտամետ էր։ Այսինքն ռուսները կարողանում էին այդ իրենց ռուսամետ ուժերի միջոցով շատ մեծ կառավարում կատարել ուկրաինական քաղաքականության մեջ։ Բայց ինչ տեղի ունեցավ, այո դուք ճիշտ եք, հենց Ադեսան եւ ոչ միայն Ադեսան, Խարկովը ամբողջությամբ ռուսական քաղաք էր, բայց ինչ արեց Ռուսաստանը այդ իր քայլերով, ֆիլտրեց ամբողջ այդ ռուսականը հիմա ֆիլտրվել է, դարձել է ուկրաինական, ով էր մտածում էր ռուսական գծի մեջ, լքել է տարածք Ուկրաինայի եւ այնտեղ հիմա այսպես մի պետություն է ձևավորվել, որտեղ ամեն ինչը ուկրաինացված է եւ դրանով այո
ինչ որ առումով Ուկրաինան շահել է, որովհետև դարձել է sense ունիտար մի պետություն։ Դրա համար եմ ասում, որ ռուսների հաշվարկը այդ առումով սխալ էր։ Եթե ռուսները համբերեին եւ պատերազմ չսկսեին, ես վստահ եմ այսօր իրենք ընտրություններով ռուսական ուժերը գալու են իշխանության, ոնց որ ինչ որ չափով դա եղավ Վրաստանում, ինչ որ չափով դա տեղի է ունենում եւ կունենա Մոլդովայում, որովհետեւ Եվրոմիության այդ բյուրոկրատիան եւ ինչ որ չափով ժամանակ առ ժամանակ խաբեությունը խոստալը եւ չկատարելը բերում է նրան, որ հակառակ ուղղությունը ավելի է ժողովրդի համար ընդունելի դառնում եւ այսօր շատ հնարավոր էր որ Ուկրաինան ելի ռուսական ուժեր ղեկավարային, բայց այս քայլից հետո տասնյակ տարիներ դա էլ տեղի չունենա եւ այո ռուսական իսկ ինչ վերաբերվում է այս կետերին կոնկրետ դուք մի քիչ էլի ճոխացնում եք այնտեղ չի գրված որ ինչ որ հատուկ ստատուս պետք է ունենա ռուսաց լեզուն որով ստամբուլյան բանակցություններից հետո պահանջում էին ռուսները հիմա այդպես բան չկա ասում են պետք է հարգվի ռուսաց լեզուն եւ ոչ միայն ռուսաց լեզուն բոլոր լեզուները այնպես ինչ որ Եվրոմիության օրենքներով է հարգվում դա հարգում է նաև Հայաստանը բոլոր լեզուները, կարգի նաև Ուկրաինան, քանի որ Եվրոմիության անդամ է ուշ թե շուտ լինելու։ Շատ լավ, հիմա ձեր երկու հարցերի ժամանակն է։ Հարցը նայեք, ասում եք, նու շատերը ասում են, որ Ուկրաինան տուժում է եւ այնտեղ կա մի դրույթ, որ բանակի սահմանափակում կա 600,000 Նայեք, իրականում այդ 600,000-անոց սահմանափակումը դա այդքան է սահմանափակում չէ, դա հոգեբանորեն է ազդում ուկրաինացիների վրա, որ նրանք ազդված են, որ ինչ որ սահմանափակում կա, բայց իրականում այսօր բանակը Ուկրաինայի 850,000 է, իսկ խաղաղ ժամանակ 650,000-անոց բանակ ունենալ դա անիմաստ է անգամ չկա սահմանափակում ՉՎԿ-ների վրա, National Guardia-ի վրա, ոստիկանության վրա եւ հարցը հետեւյալն է, ունենալով հզորագույն բանակ, ոնց է կարծում այսօր Ուկրաինան չի կարող պաշտպանել նաեւ ապագայում իր շահերը, հաշվի առնելով նաեւ որ երկուստեք պայմանագրեր ունի զենքի արտադրության եւ զանազան պաշտպանական դրոններ է արտադրում նաեւ Ուկրաինայի տարածքում Շնորհակալություն։ Նախ ես կարծում եմ, որ բացի այն հիմնական գործոնից մարտունակության, որը սեփական պետությունը, երկիրը, սուվերենությունը պաշտպանելն է, սա բնականաբար կա, այսինքն չեմ ցանկանա որևէ կերպ նսեմացնել, Ուկրաինայի բանակը հենված է երկու կարևոր հենասյուների վրա։ Մեկը դա եվրոպական եւ արևմտյան սպառազինությունն է, գերժամանակակից զենքեր, որոնք ստանում է Ուկրաինան եւ ամբողջ Եվրոպայի եւ ԱՄՆ-ի կողմից, եւ երկրորդ այն, որ 14 թվականից սկսած Ուկրաինան սկսել է վերապատրաստվել, ուկրաինական բանակը վերապատրաստվել է նատոյական մոդելով, դառնալով ըստ էության նատոյական մոդելի պետության բանակ ամբողջ այդ պոտենցիալը օգտագործելով։ Հիմա փաստացի ստացվում է, որ երկու բաղադրիչով սահմանափակվում է։ Նախ այլևս նատոյական ինստրուկտորներ կուզեք անունը դրեք, թե զորամիավորումներ դրեք, որոնք նաև զենքի սպասարկումն էին իրականացնում, նրանց մուտքը Ուկրաինա դե յուրե եւ դե ֆակտո արգելափակված է։ Սա առաջին։ Երկրորդ, սպառազինության հետ կապված մենք փաստաթղթում տեսնում ենք, որ շատ դետալներ չկան, բայց կա մի առանցքային կետ, որը եթե այդքան առանցքային չլիներ, առանձին չէր նշվի։ Դա նրան է վերաբերում, որ այն կործանիչները, որոնք կան տրվել են արդեն Ուկրաինային, թեպետ դրանք շատ չեն օգտագործվում, պետք է տեղափոխվեն Լեհաստան։ Սա նշանակում է, որ կործանիչ ավիացիայի իմաստով Ուկրաինան ենթարկվելու է էական սահմանափակումների։ Թե հետևակը ոնց են համալրելու, ինչ միջոցներով, ով է այդ գումարները տալու, սա հարցի բոլորովին մի կողմն է, բայց ակնհայտ է, որ երբ թվակազմի վրա թեկուզ եւ ձեր ասածով դրվում է 600,000 սահմանափակում, որը բավարար է, միևնույնն է, եթե տվյալ պետությունը ունի կործանիչ ավիացիա,
ինքը ըստ էության կարող է միայն պաշտպանվել մոտավորապես այնպես, ինչպես Ուկրաինան պաշտպանվեց այս մի քանի տարիներին, բայց իր ռազմական պոտենցիալը էապես սահմանափակվում է։ Եվ հենց ի սկզբանե Ռուսաստանի պահանջը սրանում էր, որ Ռուսաստանը տեսնում է սպառնալիքներ հեռահար ավիացիայի եւ միջին ու երկար հեռահարության հրթիռների մասով։ Հիմա սա հստակ սահմանափակվում է, ինչը ի սկզբանե եղել է Ռուսաստանի պահանջը։ Հարցից հարց ծնվեց։ Ախր մի քիչ սխալ եք մեկնաբանում։ Այնտեղ չի գրված, որ Ուկրաինան չի ունենալու սեփական զենքը, կործանիչ ավիացիա, այնտեղ գրած է եվրոպական կործանիչ ավիացիան տեղակայվելու է Լեհաստանում։ Ինչի է դա գրված, որովհետև բանակցություններ կար, որ օրինակ Ֆրանսիան բազա ներդնի արևմուտքում Ուկրաինայի, որ պաշտպանի Ուկրաինայի օդը։ Հիմա ասում են այդ բազան կտեղադրվի Լեհաստանում, որտեղ դու կտա կետ, որ Ուկրաինան չպետք է ունենա ավիացիա։ Այդ ինքնաթիռները արդեն ուկրաինական են, դրանք եվրոպական չեն, հասկանում եք, դրանք տարբերություն է։ Այն պետրիոտները, որ տրվել են Ուկրաինային, դա արդեն ուկրաինական են, վերջ, դա պրծավ, ընդ որում ապագայում էլ կարող են եւ ավիացիա վաճառել Ուկրաինայի։ Հիմա որտեղ կթակ այդ կետը, խնդրում եմ ցույց տվեք։ Նախ եթե մենք հստակ անդրադառնանք այդ կետին, ապա եթե ես հիմա կարողանամ գտնել, ասում է եվրոպական կործանիչները պետք է տեղակայվեն Լեհաստանում, եվրոպական կործանիչները։ Սա նշանակում է, որ անգամ այն ինչ որ տրվել էր շատ փոքր քանակությամբ F-16-ներ, պետք է տեղակայվեն Լեհաստանում։ Բայց միտքը այս ամենի կոնֆլիկտի էությունը հենց սրանում էր, որ նատոյական ամբողջ սպառազինությունը, հատկապես իր առանձնահատուկ վտանգ ներկայացնող սպառազինությամբ, ինչպիսին է կործանիչ ավիացիան, չգա ավելի մոտ Ռուսաստանին, եւ Ռուսաստանի պահանջը ի սկզբանե սա է եղել, որ Լեհաստանը դե արդեն ՆԱՏՕ-ի անդամ է, մենք դեմ ենք ՆԱՏՕ-ի ընդլայնմանը, եւ զենքի դուք ասում եք ինչա նշան, ով է ասում, որ Ուկրաինան չի կարող ունենալ սեփական կործանիչ ավիացիան։ Իսկ կներեք ումից է գնելու, Հնդկաստանից է գնելու, Չինաստանից է գնելու, այդ որ պետությունն է գլոբալ արևելքի, ինչպես ասում են, համաձայնելու Ուկրաինային նոր սպառազինություն տալ, եթե դա չի տալիս արևմուտքը։ Ինձ համար ակնհայտ է, որ որևէ այլ պետություն արևմտյան պետություններից բացի այն չի տրամադրելու։ Եվ մենք կարող ենք անմիջապես ասել եզրափակիչ մասին եւ դուք ունեք հարգելի Գրիգորի 5 րոպե։ Նայեք, ախր դուք էլի այդ կետը մեկնաբանեցիք յուրովի, որտեղ չի գրված այդպիսի բան։ Գրված է եվրոպական ավիացիան, այսինքն այն ավիացիան, որը պատկանում է Եվրոպային։ Դա չի նշանակում, որ եվրոպական պետությունները իրավունք չունեն վաճառելու ավիացիա Ուկրաինային։ Ընդ որում, հիմա էլ արդեն կնքվում են երկուստեք պայմանագրեր եւ ուկրաինա-ֆրանսիական եւ Մեծ Բրիտանիայի հետ եւ երկուստեք այդ պայմանագրերը գործულ են։ Այլ բան է, որ նատոյական զորքերը չեն գործուղվելու, այո, Ուկրաինա։ Իրենց բազաները չեն ներդրվելու Ուկրաինայում, այլ լինելու են Լեհաստանում, այո, եւ Լեհաստանից կպաշտպանեն օդը Ուկրաինայի, թե Ուկրաինայից մեծ նշանակություն այսպես չկա, բայց նորից եմ կրկնում, եթե Ստամբուլյան բանակցություններից հետո հստակ կար տեխնիկայի սահմանափակում, հիմա այդ սահմանափակումը հանված է ամբողջությամբ, ձևական, հոգեբանական թիվը 600,000 բանակի, որը իրականորեն չի ազդում, զուտ հոգեբանորեն է ճնշում ուկրաինացիներին, այո, թողնված է։ Միակ ցավալի կետը, որ մենք չխոսեցինք, դա Դոնբասից զորքերի հանումն է, որը Ուկրաինան պարտավորվում է հանել եւ դրա դիմացել, կարելի է ասել այսպես, ռուսները հանում են իրենց զորքերը Սումի շրջանից, Խարկովի շրջանից, Կուպյանսկից, որը նույնպես Խարկովի շրջանն է, բավականին, եթե գումարես այդ բոլոր կտորները, համարյա թե այնպիսի մի տարածք է, որով ուկրաինացիք պետք է զիջեն այդ Դոնբասի զորքերը դուրս բերելու։ Եվ սա է ամենացավալի հարցը ուկրաինացիների համար, եւ քանի որ Ուկրաինան դա բռնապետական երկիր չէ, ինչպիսիք օրինակ
Ռուսաստանն է, այնտեղ եթե Պուտինը ասի, այո, մենք այս բանը անում ենք, մեծ մասը ծափահարելու են, չնայած նրան, որ նույն Պուտինը եւ ռուսները ասում էին, որ վերցնելու են նաեւ Օդեսան, Խարկովը եւ այլն։ Բայց հիմա խնդիրը Ուկրաինայում նրանում է, որ անգամ եթե Զելենսկին ուզենա ստորագրել, այնտեղ խնդիր է լինելու բանակի հետ, որովհետև բանակը լուրջ գործոն է Ուկրաինայում։ Եվ եթե նկատել եք այսօր էլ Զելենսկու ռեյտինգը բավականին բարձր է Ուկրաինայում եւ երկրորդ տեղում այն մարդը, որ ունի ռեյտինգ, դա Զալուժնին է, այսինքն պատերազմի սկզբում, եթե հիշում եք, Զալուժնին շտաբի պետն է։ Այսինքն ինչ ասածս, բանակը լուրջ գործոն է խաղում Ուկրաինայում եւ այդ կետը իրոք ցավալի կետ է այս բոլոր կետերի մեջ։ Մնացած կետերը, այո, տհաճ են, այո, ժողովրդի կողմից գուցե վատ ընկալվող, բայց այդտեղ մեծ առումով Ուկրաինան հանգիստ կարող է ստորագրել, որովհետև հնարավորություն է ստանալու անգամ ռուսական, ընդ որում այստեղ կա նաև ռեպարացիայի խնդիր, $100 միլիարդ ռուսները ռեպարացիա են վճարելու Ուկրաինային եւ այլն եւ այլն, այսինքն լինելու են գումարներ Ուկրաինան վերականգնելու առումով, այսինքն ուկրաինացիք հնարավորություն կստանան կառուցելու երկիր, նորից եմ կրկնում, դա չի նշանակում, որ իրանց մոտ կստացվի ամեն ինչ, բայց ամենայն դեպս շանս է։ Հիմա, եթե նայենք պրոգնոզների առումով, շանսը շատ քիչ է, որովհետև երկուսի կարմիր գծերով էլ անցնում են այդ 28 կետերը, բայց մենք այստեղ այսօր քննարկում ենք զուտ կետերը եւ իմ ցանկությունն է, որ այս պատերազմը օր առաջ ավարտվի ու ինձ համար գլոբալ առումով կարևոր չէ այստեղ ով կշահի, ով կտուժի, կարևորը լինի խաղաղություն եւ իմ հարազատները եւ իմ ընկերները երկուստեղ եւ Ուկրաինայում եւ Ռուսաստանում ապրեն խաղաղ, բայց նորից եմ կրկնում, տարածք զիջելը չէ, որ բնութագրում է դու հաղթեցիր թե պարտվեցիր, դա հայ-ադրբեջանական պատերազմը չէ, սա լրիվ այլ պատերազմ է, այստեղ իմպերիա է գործում, ռուսաստանցիների ուղեղում նրանք դեռ իմպերիա են, իսկ երբ որ իմպերիան չի գրավում ամբողջությունը, դա բավականին լուրջ վտանգներ է ունենում իմպերիայի համար։ Նորից եմ կրկնում, եթե նայենք մեկ տարվա կտրվածքով առաջխաղացումը ռուսների եւ պրոյեկտնենք օրինակ հայ-ադրբեջանական պատերազմի վրա, մոտավորապես դա կնշանակի, որ ենթադրենք ադրբեջանցին գրավել են 1 դիրք կամ 2 դիրք։ Այսպիսին է ռակուրսը մեկ տարվա առաջխաղացման ռուսների։ Մեծ զոհեր, մեծ քանակի զոհեր, երկուստեղ, բանակը երկուստեղ հոգնած է եւ ժամանակն է այս կռիվը ավարտվել եւ շանսը կա, այսքանը։ Շնորհակալություն եւ ես էլ առհասարակ կարծում եմ, որ այս կռիվը ի սկզբանե չպետք է սկսվեր, ես կարծում եմ, որ վերջին արդյունքում տուժել է եւ Ռուսաստանը, եւ Ուկրաինան, եւ ամբողջ Եվրոպան, թերևս հարաբերականորեն շահած է դուրս եկել Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ թերևս Չինաստանը, եթե հաշվի չառնենք մյուս ռեգիոնալ խաղացողներին։ Եվ ես ամբողջությամբ համակարծիք եմ, որ այս խնդիրը երբեք չի եղել տարածքային վեճի շուրջ, այլ եղել է պետության անվտանգության շուրջ։ Եվ Ռուսաստանը իր անվտանգությանը վերաբերվում է ճիշտ նույնպես, նույն սկզբունքներով, ինչպես Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Այսօր մենք տեսնում ենք ԱՄՆ-Վենեսուելա լարվածություն, տասնյակ տարիներ առաջ տեսել ենք ԱՄՆ-Կուբա լարվածություն, եւ այդ լարվածության հենքը նրանում է, որ երբ պետությանը շրջապատում են իր նկատմամբ թշնամաբար տրամադրված պետություններ, որոնք զինվում են իր գլոբալ խաղացող հակառակորդների կողմից, դա իրենից վտանգ է ներկայացնում։ Եվ հիմա տեսեք, փաստորեն իմ օպոնենտն ասում է, որ ցավալի կետ է, երբ ուկրաինացիները ըստ էության պետք է հետ քաշվեն եւ Դոնեցկի այդ շրջանը ամբողջությամբ պետք է ազատվի։ Մոռանում ենք նաև Խերսոնի եւ Զապորոժիայի այն հատվածների մասին, որոնք արդեն իսկ գտնվում են Ռուսաստանի տիրապետության տակ։ Իսկ այդ ամենը կարող էր ընդհանրապես չլիներ, եթե 2021 թվականին գլոբալ արևմուտքը գնար համաձայնության Ռուսաստանի հետ
այսպես կոչված անվտանգային երաշխիքների մասով եւ ընդուներ, որ Ուկրաինան չի դառնալու ՆԱՏՕ-ի անդամ, ինչը վերջնարդյունքում ընդունվեց եւ դրանից հետո մենք չենք քննարկի որևէ տերիտորիալ հարցեր, որովհետեւ Ռուսաստանը երբևէ մինչ այդ պաշտոնական պահանջ Զապորոժիայի Խերսոնի վերաբերյալ չի ներկայացրել։ Եվ ավելին Դոնեցկի մասով հիմնական գաղափարը եղել է, որ Ուկրաինայի կազմում Դոնեցկը պետք է ունենա որոշակի այնպիսի իրավունքներ, որոնք սպառնալիք չլինեն այնտեղի ռուս կամ ռուսախոս ժողովրդի համար։ Եվ ես ուզում եմ մեր հարց ու պատասխանի մի առանձին փուլին էլ անդրադառնալ, որին ըստ էության իմ սիրելի բանախոսը չպատասխանեց լեզվի մասին։ Բանախոսս ասում է, որ այ տեսեք, սրա արդյունքում անգամ Օդեսայի եւ Խարկովի բնակիչները ավելի թշնամաբար տրամադրվեցին Ռուսաստանի նկատմամբ, որը հասկանալի է, այդպես է, սա հերքելի չի, բայց ի սկզբանե Ուկրաինայի վերցրած պետական քաղաքականությունը 14 թվականից սկսած եղել է սահմանափակել լեզուն հնարավոր բոլոր մակարդակներով, որը հասել է մինչև ռեստորանի մատուցողին Զելենսկու արդեն օրոք, որ մատուցողը երբ մոտենում է հաճախորդին իրավունք չունի որևէ այլ լեզվով տակա հասկացվում է ռուսերենը մոտենալ։ Եվ կներեք, երբ դուք ասում եք, որ Եվրամիության քաղաքականության շրջանակներում էլ լեզվի հարգումը դա նորմալ է, շատ նորմալ է, այո։ Եվ երբ մենք վերցնում ենք օրինակ Շվեյցարիան, տեսնում ենք, որ մի քանի պաշտոնական պետական լեզուներ կան, եւ գերմաներենը, եւ ֆրանսերենը, տարբեր լեզուներ, եւ ես այստեղ որևէ խնդիր չեմ տեսնում, որ Ուկրաինան որպես պետություն, որի բնակչության զգալի մասը ռուսախոս էր, ռուսերենը լիներ պաշտոնական լեզու կամ գոնե ռեգիոնալ լեզու։ Գերմանիայում կան տարբեր լեզվական առանձնահատկություններ, ռեգիոնալ մակարդակով դրանք համարվում են ռեգիոնալ լեզուներ։ Եվ երկար ժամանակ Ռուսաստանի պահանջը հենց սա է եղել։ Ասել է մեզ ռազմական առումով սպառնալիք չեք ներկայացնում եւ ռուս բնակչությանը Ուկրաինայի տարածքում չեք ճնշում։ Չեք ճնշում ասելով դա եւ վերաբերում է կրոնական հավատքին եւ լեզվին եւ մենք այս ամբողջ տարիների ընթացքում հասկանում եմ պատերազմ է եղել, սպառնալիքներ եւ այլն, բայց լավ ռուս մարդիկ ովքեր ապրում են Ուկրաինայի տարածքում եւ հարգում են այդ պետությունը, ինչու պետք է չկարողանային բացահայտ կերպով իրենց հավատքին հետևել, ինչու չպետք է կարողանային խոսել ռուսերենով, այն պարագայում, որ Ուկրաինայի բնակչության զգալի մասը փայլուն միշտ տիրապետել է։ Եվ հիմա ստացվում է վերջնարդյունքում 100,000-ավոր զոհերով, Ուկրաինայի համար նոր տարածքային կորուստներով, արդեն մենք քննարկում ենք, որ նորմալ է, որ Ուկրաինայի սահմանադրությունից դուրս բերվի ՆԱՏՕ-ի անդամակցությունը։ Դե եթե նորմալ էր ի սկզբանե համաձայնեիք այդ պայմաններին եւ չէր լինի այդ պատերազմը, եւ ի վերջո, երբ քննարկում ենք այդ 600,000 թվականակի սահմանափակման մասին, ես անկեղծ ասած չեմ կիսում, որ դա զուտ հոգեբանական հարց է, եւ անկախ նրանից դիտարկենք 600,000-ը մեծ թիվ է, թե փոքր, թող 1 միլիոն լիներ։ Դա նշանակում է, որ գերտերությունները, ում բախման կիզակետում է հայտնվել Ուկրաինան, սահմանում են, թե տվյալ սուվերեն պետությունը ինչ բանակ պետք է ունենա։ Այն դեպքում, երբ Ուկրաինան կարող էր խուսափել նման խնդրից։ Այսքանն էր մեր բանավեճը, շնորհակալություն Գրիգորին, շնորհակալություն ձեզ։ Հուսանք հեռուստադիտողներ, ովքեր կնայեն այս տեսանյութը, կգնահատեն մեր այսօրվա բանավեճը։ Գրեք մեկնաբանություններում ձեր կարծիքը, հավանեք մեր YouTube-յան, Facebook-յան եւ մյուս էջերը եւ կհանդիպենք հաջորդ անգամ։